Պարզապես այցելեք Բաքու հայկական ազգանունով և կտեսնեք ռասիզմի ողջ պերճանքը։ Ադրբեջանում վարվող ռասիզմի, հայատյացության և խտրականության քաղաքականության մասին են բարձրաձայնել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Վիեննայում ԵԱՀԿ խորհրդաժողովի ընթացքում։ Երազե քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ բազմաթիվ անհերքելի փաստեր, ցավով նշել է, որ ռասիզմը դեռևս իրողություն է ԵԱՀԿ անդամ որոշ երկրներում։ Բայց 21-րդ դարի պետության մակարդակով կազմակերպված ամենառասիստական հանցագործությունը կատարվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին։ Այդ օրերին Ադրբեջանն օգտագործեց իր զինուժը իր տարածքում էթնիկ զտումներ կատարելու համար։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 100,000 հայ լքեց Լեռնային Ղարաբաղը եւ այժմ այնտեղ ոչ մի հայ չի մնացել։ Եվ դա Ադրբեջանի տասնամյակներ տևած պետական քաղաքականության գագաթնակետն էր։ Իոաննիսյանը նշել է, որ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ անդամ երկրի միակ ղեկավարն է, որը էթնիկ զտումներ է կազմակերպել եւ իր երկրում կոնկրետ էթնիկ խմբի ներկայացուցիչների թիվը 6-անիշ թվից հասցրել 0-ի։ Հավելել Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը արձանագրել են մի շարք հայտնի միջազգային կազմակերպություններ։ Պարզապես փորձեք Բաքվի օդանավակայան ժամանել հայկական ազգանունով, անկախ ձեր քաղաքացիությունից եւ ականատես կլինեք ռասիզմի ողջ պերճանքին։ Նիստը սակայն այդքան էլ հարց չի անցել։ Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները պարբերաբար փորձել են ընդհատել Հայաստանի պատվիրակներին։ Մասնավորապես ԵԱՀԿ-ում Ադրբեջանի փոխդեսպան Մահուր Գասիմովը հայտարարել է, թե ԽՍՀՄ դատախազության տվյալներով 1988-ից 90 թվականներին Հայաստանից արտագաղթելու ժամանակ առնվազն 226 ադրբեջանցի է սպանվել։ Հայաստանի պատվիրակները մինչդեռ հակադարձել են, նշելով, որ ադրբեջանցի պատվիրակի հրապարակած թվերը տասնապատիկ տարբերվում են անգամ Բաքվի հրապարակած պաշտոնական թվերից։ Բաքվի պատվիրակը սպառնացել է, թե հաջորդ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է ամբողջությամբ կորցնել ինքնիշխանությունը։ Հենց այս դահլիճում խտրականության եւ դրա հետևանքների դեմ պայքարի վերաբերյալ քննարկման ժամանակ մենք լսում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ուղղված բացահայտ սպառնալիքներ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ես կոչ եմ անում կազմակերպիչներին մշակել եւ կիրառել հստակ մեխանիզմ նման հայտարարությունները ընդհատելու եւ կանխելու համար։ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչն ուղղակիորեն սպառնում է ինքնիշխան պետությանը, Հայաստանին ուժի կիրառմամբ, արձագանքելով իրենց ավտորիտար առաջնորդի բռնապետ Ալիևի հռետորաբանությանը։ Սա ոչ միայն հակասում է հավաքի ոգուն, այլև խաթարում է միջազգային համագործակցության եւ երկխոսության սկզբունքները։ Կոնֆերանսի շրջանակում կայացել է նաև իրազեկ քաղաքացիների միավորում եւ հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպությունների կազմակերպած պետական համակարգված խտրականությունն ու հայերի էթնիկ զտումներն Ադրբեջանում միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են փաստեր, որոնք հաստատում են Ադրբեջանի նախագահի մասնակցությունը այդ երկրում հայատյացության խրախուսմանը։ Կարծում եմ շատ կարևոր է ԵԱՀԿ-ի մարդու իրավունքներին նվիրված այս համաժողովին մասնակցելը, որովհետև ինչպես մենք տեսանք, այս համաժողովին հատկապես բավական լկտի հայտարարություններ էին անում ներողություն արտահայտությանս համար, բայց ստերի մասշտաբը ուղղակի աննկարագրելի է։ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ քննարկմանը ներկա են եղել նաև էթնիկ զտումը վերապրած փախստականներ, որոնք կիսվել են իրենց պատմություններով։ Մենք ուզում ենք, որ միջազգային հանրության համար հստակ լինի, թե ինչ է էթնիկ զտումը, ինչ մարդկային ողբերգություններ կան էթնիկ զտման տակ եւ իրականում ինչ մեծ խնդիրների կարող է հանգեցնել Ադրբեջանում բռնապետության շարունակումը այն տրամաբանությամբ, որն այժմ կա։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությանը։ Տաթև Խաչատրյան, լուրեր։